օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված։ Ես եկել եմ, որպեսզի առաջիկա 1 ժամը արթնանանք միասին, այն էլ ինչպես արթնանանք, գարուն է։ Չէ, ես հիմա հասկանում եմ, որ դուք մտածում եք, Անահիտ ջան, գարուն է, բայց դրսում ոնց որ ձյուն է, բայց կապ չունի, եկեք տենց ասենք գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին։ Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Արվեստային է այսօր մեր առավոտը ու շարունակվելու է այսպես, որովհետև ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, բայց այս պահին առաջարկում եմ արթնանանք լավ ռիթմերով, ուրախ, գարնանային, անկախ ձյան պարունակությունից։ Գնացինք տեսահոլովակ։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էի այսօր ունենալու ենք կրկին հրաշալի զրույց, որովհետեւ խոսելու ենք նոր ներկայացման մասին, որը վերջերս ծնունդ է առել եւ այսպես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին արդեն հանձնվել է Դոստոևսկու ծիծաղելի մարդու երազը համանուն ստեղծագործության պլաստիկ դրաման։ Այսօր ունենք այդ առիթով հրաշալի հյուրեր, բեմադրիչը ներկայացման Ինա Հախնազարյանն է մեր հյուրը, բարի առավոտ, ինչպես նաև ֆանտաստիկ դերասաններ Արամ Ղազարյան եւ դերասանուհի Էլեն Բերբերյան, բարի լույս։ Բարի լույս, բարակայ։ Շատ ուրախ եմ իմ առավոտը սկսել ձեզ հետ միասին ու այսպիսի լավ նորությամբ, որովհետեւ ցանկացած ներկայացման մեկնարկ ուրախություն է հանդիսատեսի համար ու տոն է բոլորիս համար, բայց գանք գործին, հա, Դոստոևսկի ու այս պարագայում պլաստիկ հետաքրքիր է։ Դուք եք ընտրել պիեսը։ Անկեղծ ասած գործը ես չեմ ընտրել, բայց իմ սիրելի հեղինակն է Դոստոևսկին։ Ես իրենք ավարտական կուրսի Երևան թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ավարտական կուրսի ուսանողներ են, Սուրեն Շավարդյանի արվեստանոցի ուսանողներն են։ Ես իրենց դասավանդել եմ ինստիտուտի տարիներին եւ արդեն ձեզ ծանոթ ուսանողներ գիտեք։ Այո, միասին ենք աշխատել, կրթել եմ իրենց մարմինը եւ ընթացքում արել ենք բեմադրություններ, որից հետո գարցանկություն անելու մի մեծ գործ, այսինքն ներկայացում, եւ իրենք այդ ընթացքում ուսումնասիրել էին գործը ծիծաղելի մարդու երազը եւ խորապես էին ուսումնասիրել ու շատ էին սիրել եւ առաջարկեցին ինձ հենց այդ գործը անդրադառնալ այդ գործին եւ բեմադրել։ Ես վերընթերցեցի եւ հասկացա, որ խոսքի եւ շարժման համադրումով կարելի է բեմադրել եւ մենք սկսեցինք աշխատել եւ եկանք արդեն հասանք մինչեւ առաջնախաղ, այսպես ասած։ Երկար են տևել աշխատանքները մինչ ներկայացման։ Գիտեք, քանի որ ընդհատումներով են եղել, մենք սկսեցինք աշխատել նույնիսկ ինստիտուտում էինք մեր փորձերն անում, կարծես թե եթե այսպես ասեմ 4 ամիս երևի։ Ահա, բավականին երկար եւ հասել ենք արդեն նպատակին։ Մի քիչ կպատմեք ձեր կերպարների մասին ու աշխատանքի մասին, որովհետեւ արդեն ուսանողներ չեք, այս ընթացքում արդեն դեռ ուսանող եք, բայց շուտով դառնում եք պրոֆեսիոնալ դերասաններ, հա, այս փուլի մասին դեր առաջարկի ստանձնելու աշխատանքի։ Ես կասեմ, որ իմ կարծիքով կերպարները մի քանիսն են, ես չեմ կարող ասել, որ ես մի կերպար եմ խաղում այստեղ, որովհետև ըստ տեսարանների մենք խաղում ենք ամեն մեկս մի կերպար, այսինքն երկու հասարակություն եք ներկայացնում։ Երկու հասարակություն ենք ներկայացնում, հիմա շատ չբացեմ փակագծերը, բայց իմ կարծիքով ամեն տեսարանում ամեն մարդ, ամեն դերասան կատարում է իր դերը, իր դերակատարումը ու իմ կարծիքով շատ հետաքրքիր է դա մեզ մոտ ստացվում։ Այսինքն որովհետև այդ տրանսֆորմացումը որտեղի է ունենում եւ շատ ծայրահեղ կերպարներ են, այսինքն հասարակություն, որի մարդիկ, որոնց մեջ անտարբերություն կա եւ դաժանություն եւ ընդհակառակը կատարյալ հասարակության մարմնացում, այդ տեսակ մարդկանց են իրենք մարմնավորում։ Այո, երկու հասարակությունների։ Այո, ծայրահեղ եւ այդպես։ Երկու հասարակությունների բախում ես մի փոքր լրացնեմ եւ նույն կարելի ասել, որ ավելի շատ կերպարները իրավիճակային են։ Այսինքն ընդհանուր ներկայացման մեջ ներկայացվում են իրավիճակներ, ներկայացվում է ընդհանուր մթնոլորտ, որը որ ապահովում են հենց դերակատարները իրենց խաղով։ Բայց որ առանձնացնես ու ասես օրինակ այս դերասանը իմ համար ուրիշ էր կամ չգիտեմ, ինձ թվում է դժվար է լինելու բոլորին, որովհետև մենք բեմում հենց փորձում ենք ավելի հենց ընդհանուր մթնոլորտը ապահովել։ Մի օրգանիզմ դարձնել։ Մի օրգանիզմի պես աշխատանք է այնտեղ տեղի ունենում։ Դժվար է լինելով թատրոնի դերասան, որը սովոր է խոսքով բացատրել ասելիքը, այս պարագայում խոսել մարմնով։ Բացարձակ դժվար չի, որովհետև մինչ խոսքը ինձ թվում է հենց մարմինն է խոսում մարդու փոխարեն, որովհետև եթե վերցնենք օրինակ երեխային, երեխան մինչև խոսելը ինքը իր մարմնի
շարժումներով կամ մարմնի ցանկությամբ ցույց է տալիս, թե ինքը այդ բային ինչ է ուզում, ու նույն տրամաբանությամբ, եթե մենք դիտարկենք օրինակ շտապող մարդուն, բայց որը համառորեն սպասում է, որ պիտի սա դուրս գա օրինակ սենյակից, մենք իրան նայելիս արդեն գիտենք, թե ինքը ինչ է ուզելու ասի։ Ինքը պատրաստվում է մեզ ասել, որ գիտեք ինչ, ես շտապում եմ գնամ, էլի, բայց եւ ըստ դրա մարմինը ավելի խոսուն է իմ կարծիքով երբեմն։ Եվ իմ կարծիքով մենք առաջինը մեր էմոցիաները փորձում ենք արտահայտել մարմնի ժեստերով, այսինքն մեզ համար ավելի հեշտ է դա, երբ որ դու խաղում ես հենց մարմնի շարժումով, դու փորձում ես մարմնի շարժումով պլաստիկայով այդ ամենը ցույց տաս, դա մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան դու կանգնես ու խոսես, ինչ որ ավելի իմ կարծիքով հետաքրքիր է, երբ որ դու մարմնով ես այդ ամենը ցույց տալիս, քո հոգեվիճակը, քո էմոցիաները։ Չգիտեմ, իմ կարծիքով ավելի հետաքրքիր է այսպես, քան թե մենք կանգնեինք եւ ուղղակի խոսեինք։ Այսօր ցավոք սրտի այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ արվեստում նույնիսկ փորձում են ամեն ինչ շատ հասանելի դարձնել, որպեսզի հանդիսատեսին ել ավելի գրավեն իմաստային առումով, հա, բայց այո, պարզ, հասանելի, ինչու ոչ պրիմիտիվ։ Այս պարագայում, երբ խոսքը մարմնի մասն է գնում, շատ ամեն ինչ ավելի բարդանում է, որքանով է հանդիսատեսը այսօր սովոր ու պատրաստ գնալ ներկայացումների, որոնք խոսքով չեն։ Ինձ թվում է առհասարակ ժամանակակից թատրոնում արդեն խոսքը առաջին պլանում չէ, որովհետև իրականում, այո, ինչ էլ որ լինում է մեզ այդ կյանքում, առաջինը իրապես եւ իսկապես արձագանքում է նախ եւ առաջ մարմինը, այդ իմպուլսը առաջինը մարմինն է ստանում եւ հետո նոր ծնվում է խոսքը եւ ինձ թվում է այդքան էլ բարդ չէ, որովհետեւ սովորաբար ասում են, չէ, ես այն եմ, ինչ ես անում եմ, ոչ թե այն ինչ ես ասում եմ, իրականում այդպես պիտի լինի եւ կարծում եմ, որ ավելի այդ վիզուալը, որտեղ որ կա էմոցիա եւ բովանդակություն ունեցող շարժում, ինքը հնարավոր չէ, որ տեղ չհասնի եւ շատ լավ է, որ յուրաքանչյուրը այդ պարագայում, քանի որ նայեք խոսքը ավելի պարտադրող է, իսկ շարժման իմաստով դու շատ ազատ ես ընկալումների եւ էմոցիաներ ու լիցքեր ստանալու իմաստով եւ կարծում եմ, քանի որ չկա այդ պարտադրողականությունը, այսպես ասած, դու յուրաքանչյուրը ազատ է իր ընկալումներում եւ դա կարծում եմ շատ լավ է ու հետաքրքիր է ու կարեւոր է նաեւ այդպես չի խանգարի։ Չէ, իհարկե չի խանգարի, միայն կօգնի կարծում եմ, որովհետև իրենք դերասանները աշխատում են բաց դատարկ տարածության մեջ եւ ամբողջ լցնում են այդ ամբողջ տարածությունը լցնում են իրենց խաղով, իրենց էմոցիաներով եւ իրենց խոսուն շարժումով, այսինքն այդ շարժումը խոսք է ամեն դեպքում, իրենք գիտեն, որ շարժումը դա խոսք է եւ այդ խոսքը հնարավոր չէ որ տեղ չհասնի։ Հրաշալի, այս պահին առաջարկում եմ մի փոքրիկ հատված դիտել ու վերադառնալ։ Յուրաքանչյուր բեմադրիչ ունի ասելիք, պիեսը առանձին ունի ասելիք, ինչ եք ուզում ասել այս ներկայացումով ու որքանով է թեման առհասարակ արդիական։ Թեման շատ արդիական է, գործի թեման նախ եւ առաջ, որովհետեւ մարդու մասին է, մարդկանց մասին է, ներկայացման հիմքում կյանքի վերաարժևորման գաղափարն է, մարդու վերածնման գաղափարն է եւ կատարյալ հասարակություն ունենալու գաղափարն է ու ցանկությունը եւ ինչպես ասում ենք մեր օրերում հիմա գնալով ավելի դեգրադացվում ենք բոլորս եւ սերը պակասում է հոգատարությունը եւ սերը մերձավորի հանդեպ եւ այլն այդ ամբողջը պակասում է եւ ինձ թվում է միշտ պետք է խոսել այդ մասին իսկ գործը հենց այդ մասին է եւ մենք էլ մեր ասելիքը մեր մեկնաբանությամբ բեմից խոսում ենք այդ մասին հետաքրքիր գործ է որովհետեւ Գիտեք, այնտեղ կուզեի խոսել կերպարներից մեկի մասին, լաց լինող աղջկա մասին, ով սիրո, բարոյականության եւ խղճի խորհրդանիշ է ներկայացման մեջ հանդիսանում, որովհետեւ ներկայացումը նաեւ մեղքի մասին է, մարդ անձ, որը միայնակ է հասարակության մեջ եւ գնում է դեպի ինքնասպանություն եւ այդ ընթացքում
բայց ինքը չի օգնում աղջկան, ով ունի օգնության կարիք ու հավանաբար չի գիտեմ, ինչ-որ մի դժբախտություն է իր հետ տեղի ունեցել, մայրը միտեղ մահանում է, փոքրիկ լաց լինող աղջիկ է, որին կերպարը հերոսը գլխավոր չի օգնում։ Եվ դրանից հետո նա չի գործում ինքնասպանություն, որովհետև դա ապացուցում է, որ իր մեջ դեռ չէր մահացել մարդը, եւ խիղճը սկսում է նրան տանջել եւ այդ հարցերը թե ինչու չօգնեց իրեն, եւ ի վերջո նա տեսնում է երաս, որտեղ տեսնում է իր իդեալական եւ այսպես ասած կատարյալ հասարակություն եւ քանի որ ինքը մեղք է գործել եւ մեղքի ճանապարհով է գնացել, թե այն հանգամանքը, որ ինքը փորձել է ինքնասպանություն գործել, թե այն հանգամանքը, որ չի օգնել աղջկան, մի խոսքով, քանի որ այդ մեղք գործած մարդը հայտնվում է այդ կատարյալ հասարակության մեջ, նա ապականում է այդ հասարակությունը։ Եվ արթնանալուց հետո արդեն այդ ամենը վերապրելուց հետո եւ տեսնելուց հետո նա վերածնվում է։ Եվ առաջին բանը, որ անում է, որ դա շատ կարեւոր ուղերձ է բոլորիս, ինքը գնում է ոչ միայն քարոզելու գերագույն ճշմարիտը, ինչպես ինքն է ասում, այլ մեր ներկայացման մեջ ինքը միանգամից գործում է, այսինքն գնում է մերձավորին օգնելու, գնում է փնտրելու այդ աղջնակին, փոքրիկ աղջկան, լաց լինող, ում չի օգնել։ Եվ ինձ թվում է կարևոր ուղերձ է բոլորիս համար, որ պիտի սիրենք միմյանց, հոգատար լինենք միմյանց հանդեպ եւ լույսի ճանապարհը ընտրենք եւ դուրս գանք մթությունից։ Անշուշտ շատ կարևոր ուղերձ ու հավերժական արտեական թեմա։ Էլեն, ինձ հետաքրքիր աշխատանքը Ինայի հետ ինչպիսին էր ու առհասարակ սա քո կյանքի առաջին պլաստիկ ներկայացումն է, թե արդեն ունեցել ես դերեր ու փորձ։ Պլաստիկ ներկայացում որպես այդպիսին ընկերինայի հետ աշխատանքս առաջինն էր, բայց կարող եմ ասել, որ ընկերինայի հետ շատ հետաքրքիր է աշխատել։ Կան ռեժիսորներ, ովքեր քեզ հետ որպես ռեժիսոր են միայն աշխատում, այսինքն նրանք ասում են այսպես։ Իսկ ընկերինայի հետ հետաքրքիր է այնքանով, որ ինքը ինքը փորձում է քեզ ընկեր լինի նաև, ինքը փորձում է քեզ հետ անալիզ անել յուրաքանչյուր քո դերի հետ կապված յուրաքանչյուր մի բան, այսինքն եթե քո մեջ չի կարող հարցեր լինել։ Եթե դու աշխատում ես ընկերինայի հետ, ուրեմն վերջ, դու ոչ մի հարց չես ունենա քո դերի հետ կապված, քո պլաստիկայի առավել եւս չի կարող այստեղ խնդիր լինել։ Ու մենք մնում էինք թեկուզ եւ մինչեւ գիշերվա ժամը 1-ը փորձերին, բայց մենք ընդհանրապես չէինք զգում, որ մենք հոգնել ենք, որտեղ ընկերինայից այնպիսի էներգիա էր գալիս, որ մենք ընդհանրապես չէինք զգում, որ հոգնած ենք։ Ինչ հետաքրքիր է, հրաշալի ստեղծագործական մթնոլորտ է, այսինքն ստեղծվարան ջան, դուք ինչ կասեք, նույն հարցի հետ կապված, ես Էլենի հետ միանշանակ համաձայն եմ, ես կասեմ միայն մի բան, որ ինձ թվում է, որ այդ ամեն ինչի պատճառը նա է, ընկերինան ընտրված գործը պատահական չի ընտրել, որովհետև ինքը հենց իրենով իմ վերլուծությամբ իրեն ճանաչելով հենց այդ տեսակի մարդ է, որ տարբերվում է հասարակությունից ու իր ներսի լույսը կարողանում է տարածել այս մթնոլորտում իր շրջապատող մարդկանց վրա ու այդ լույսը հենց մեզ դիպեց, այսպես ասած։ Տեսեք, երբ խոսքային է ներկայացումը, դերասանը ստանում է դերը, պիեսը միասին կարդում են, սկսում են քննարկել, լինում են նաև կոնֆլիկտներ, որովհետև դերասանն իրենն է ուզում բերել, բեմադրիչն իրենը, պիեսը մի բան է թելադրում։ Այս պարագայում, երբ պլաստիկայի մասն է խոսքը, ինտոնացիոն փոփոխություններ որպես այդպեսին չկան, որովհետև դու կարող ես ձայնով, հա, նույն բառը արտաբերել այլ կերպ ու դրա շուրջ ունենաս կոնֆլիկտ։ Այստեղ ամեն ինչը շարժում է։ Այդ իմաստով կան կոնֆլիկտներ, թե դուք կատարող եք։ Հիմա ասեմ, իրականում կոնֆլիկտներ լինում են, բայց ավելի շատ կոնֆլիկտը հենց ինքդ քո հետ է լինում այդ ժամանակ, որովհետև եթե դու մարմնի շարժման լեզվով ես փորձում մարդուն բացատրել քո զգացածը ու այդ բային ինչ մթնոլորտում ես դու գտնվում, դու պիտի գտնվես իրականում այդ մթնոլորտում։ Իսկ եթե դու այդ պարագայում չես կարողանում արդարացնել քո առջև դրված խնդիրը, ուրեմն դու այդ խնդիրը չես ընկալել։ Այսինքն այստեղ չկա քեզ բացատրելու ինչ որ հնարավորություն կամ որ բացատրեն դու պիտի հասկանաս, չէ, եթե դու այդ պահին այդ իրավիճակը չես կարողանում ընկալել ներսով, դու արդեն ինքստինքյան սուտ ես լինելու բեմում ու կոնֆլիկտը քո մեջ է լինելու։ Այսինքն պետք է մի փոքր մեր ներսից գա դա։
այսպես կա։ Այսինքն ես լրացնեմ ու նաև ավելացնեմ, քանի որ ես ինձ իրենց հետ շատ հետաքրքիր է եղել աշխատելը, որովհետև ես իրենցից նաև սնվել եմ այդ իմաստով, որովհետև իրենք ազնիվ են։ Հիմա որ Արամը ասում էր, որ գիտեք ոնց էր, եթե դու ազնիվ ես աշխատում, փորձում ես շարժման մեջ էլ լինել ազնիվ, հա, եթե դուք ասում եք, որ օրինակ խոսքը, ինտոնացիաներ եւ այլն, այստեղ էլ շարժումն ունի իր ներքին երանգը, այդ երանգավորումը եւ քանի որ իրենք ազնիվ են աշխատում, այդ ճանապարհը մենք ճիշտ գտնում ենք։ Երբ տեսնում ենք, որ ինչ-որ մի բան այլ կերպ է գնում եւ այլն, մենք միասին ենք փորձում դա հաղթահարել եւ իրենք ինձ համար կատարող չեն, իրենք ստեղծագործող են եւ մենք միասին ենք աշխատել։ Ես էլ իրենցից եմ լիցքավորվել եւ սնվել եւ դա փոխադարձ է եղել եւ կարծում եմ, որ ինչպես երեխայի ծնունդը, այնպես էլ մեր աշխատանքն է այդպես եղել, միակողմանի դա չի եղել։ Ես դեմ եմ այդ ռեժիսորական թատրոնին, որ ես ասում եմ, դուք կատարում եք, ոչ, իրենցով պիտի գրվի եւ իրենք պետք է շատ լավ գրիչ լինեն, որ իրենցով կարողանաս գեղեցիկ կամ վրձին լինեն, որոնցով կարողանաս հետաքրքիր պատկերներ ստեղծել եւ իրենք հենց այդպիսին են, որովհետեւ պատրաստ են էքսպերիմենտի, ազատ են եւ կարծրացած չեն եւ երիտասարդ են եւ ուժեղ են դրանով իսկ եւ մաքուր են եւ դա շատ կարեւոր է։ Եվ այստեղ իրենք երկուսն են, ամենը լսել։ Էլենն ու Արամն են, բայց մենք 20 ենք, 20 դերասան է զբաղված ներկայացման մեջ, այնպես որ իրենք բոլորն էլ ազնիվ են, դրական են եւ իրենցից միշտ դրական լիցքեր եմ ես ստացել ընթացքում աշխատանքի ընթացքում, այսպես։ Ներկայացումը հենց խաղացանկային է, այսինքն Ստանիսլավսկու թատրոնում կարող են փնտրել, գտնել, հաջորդիվ ամեն ամիս կունենաք երևի թե օրեր։ Այո, մենք ունեցել ենք հանձնում, որից հետո պարոն Շավարդյանը համարել է, որ գտել է, որ ներկայացում արժանի է լինել խաղացանկում։ Այո, դրանից հետո արդեն զգարվեցին զգեստներ եւ այլն եւ հիմա արդեն մենք ունեցանք առաջնախաղ եւ ներկայացումը խաղացանկում է։ Քանի որ արդեն խաղացել եք, ինչ ֆիդբեքեր կան, ինչ հետաքրքիր մեկնաբանություններ։ Դե գիտեք, տարբեր հակասական մեկնաբանություններ կան։ Ընդհանրապես ես կուզեի այդ մասին խոսել։ Ես էլ եմ ուզում խոսենք, Ռուստայտովն եւս տարբեր հետաքրքիր։ Այո, գիտեք, երբ օրինակ ես շատ եմ մասնակցել միջազգային փառատոնների եւ ես տեսնում եմ, որ այնտեղի հանդիսատեսը շատ ավելի բաց է ընկալման իմաստով։ Մեր հանդիսատեսը, անկեղծ ասած, շատ դաժան հանդիսատես է եւ ինքը ավելի շատ քննադատաբար է նայում։ Դա իհարկե վատ չէ, որովհետեւ դա քեզ կոփում է եւ դու ինքդ էլ փորձում ես բծախնդրորեն մոտենալ քո արած գործին, որովհետեւ գիտես արդեն որ հետո ինչ արձագանքներ են լինելու, բայց ամեն դեպքում կարծում եմ որ շատ են եղել այստեղ ներկայացումներ բեմադրված, որոնք քարկոծվել են կոպիտ ասած, բայց երբ գնացել ենք երկրից դուրս, հրաշալի գրանպրիներ են շահել եւ առաջին գուցե դա ուղղակի հայկական նախանձն է։ Ես չեմ կարող ասել դա ինչ է, գուցե ես չեմ հասկանում դա ինչն է, բայց ինչ է այսքան լավ այս ներկայացումը, սպասի մի երկու վատ ես չեմ ուզում որ մենք լինենք այդպես մեծամիտ, չէ, ես կարծում եմ որ ես դրա բացատրությունը անկեղծ ասած չունեմ, վատ եւ լավ արձագանքները իհարկե լավ են եւ մտածելու տեղիք են տալիս եւ կան դրական կարծիքներ եւ բացասական կարծիքներ նաեւ եւ չենք վախենում դրանից, բայց մենք գիտենք հստակ մեր ճանապարհը եւ մենք գնում ենք մեր ճանապարհով եւ ամենամեծ ինքնակնդատը մեր հենց մենք ենք եւ կան մարդիկ ում կարծիքը եզակի, կարելի է ասել, որոնց կարծիքը օրինակ ես որպես բեմադրիչ հաշվի եմ առնում եւ դա ինձ այսպես ասած բավական է, բավարար է։ Թույլ կտակ ավելացում անեմ եւ լրացում անեմ այսպեսի հենց ներկայացման բնույթը այս ձեր տված հարցի մասին էր, այսինքն մեր պատասխանի մասին էր ավելի շատ, որովհետեւ այստեղ էլ ծիծաղելի մարդուն ինչու են համարում ծիծաղելի մարդ, որովհետեւ ինքը արդեն գտել է, ինքն իրեն ճանաչել է, գտել է այդ մաքրությունը, լույսը եւ ինքը հասարակության համար արդեն տարբերվող լինելով ծիծաղելի է թվում իրենց համար։ Ու եւ միգուցե ներկայացումը դիտած մարդկանցից շատերը չեն հասկացել ներկայացումը կամ հասկացել են կամ չեն տարօրինակ են համարել այս ամենը ինչը որ կատարվում է բեմում ու դրա համար ունենք տարբեր կարծիքներ։ Միգուցե հետագայում ավելի ներկայացումը խաղալուց հետո երկար ժամանակ խաղալուց հետո կարծիքները փոխվեն կամ մարդիկ սկսեն ընկալել այն ինչը որ մենք տարբերվելով արել ենք։ Ի վերջո այո, ներկայացումը շնչառության նման մի բան է, անվերջ շնչում է նորովի ամեն ներկայացման մեջ, ամեն անգամ կարող ես նույն ներկայացումը նայել ու տարբեր էմոցիաներ ապրել կամ ավելի խորանալ ու դառնա հասկանալի։ Որպես մեր զրույցի վերջաբան, ինչու պիտի գան դիտելու այս ներկայացումը։ Որովհետև սա յուրահատուկ է։ Իմ կարծիքով այսպիսի ներկայացում ոչ մի թատրոնում չեմ տեսնի, ըստ իս։
Դա օբյեկտիվ կարծիք է իրականում, ոչ թե սուբյեկտիվ։ Վստահաբար չեն տեսնի նմանատիպ ներկայացում եւ բացի դա, երբ որ մարդը գա մեր ներկայացումը նայելու ու փորձի գտնել այնտեղ գաղտնի միտքը, որը որ թաքնված է, գտնելուց հետո հաստատ ինքն իրեն շատ հարց է ունենալու տալու։ Վստահաբար։ Այո, հուսանք։ Եվ կարող եմ օգտվելով արդի շնորհակալություն հայտնել։ Ես ուզում շնորհակալություն հայտնել Ստանիսլավսկոյի ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմին, Հանձինե Սպարոն Շավարդյանի, ով աջակցեց, որպեսզի ներկայացումը ծնվի, Վլադին, մեր PR-բաժնի մասնագետին, որ մենք միասին էինք աշխատում, մի թիմային էր մոտեցումը եւ դա շատ կարեւոր է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ սիրելի դերասաններին, ուզում եմ շնորհակալություն հայտնել զգեստներին, նկարչին, Քնքուշին Մալխասյան, կարողներին եւ այլն, բոլորին, այդպես։ Ինչպես միշտ բարի, ազնիվ, անմիջական, իսկ ներկայացումը ինչ կյանք է ունենալու գուցե Հայաստանից դուրս կան նպատակներ փառատոնների մասնակցել։ Դա առայժմ մենք չգիտենք, ինչ, հա, դու եթե լինի, իհարկե շատ լավ կլինի, կարծում եմ եւ երեխաների, ուսանողների համար, հա, շատ լավ կլինի, բայց հիմա կարծում եմ դա չի էականը, իհարկե էականը նա է, որ ապրվի ներկայացումը այստեղ թե այստեղից դուրս կարծում եմ ժամանակը եւ կյանքը ցույց կտա։ Ինչն էլ ես ձեզ ցանկանում եմ շատ սրտանց, որովհետեւ իմ 3 հյուրերի աչքերի մեջ էլ տեսնում եմ մի բան. ոգևորվածություն, անկեղծություն, գործի հանդեպ պատասխանատվություն, նվիրվածություն ու սեր, որը դուք կարող եք տեսնել Ստանիսլավսկու բեմում ծիծաղելի մարդու երազը համանուն ստեղծագործության պլաստիկ դրաման, որի բեմադրող ռեժիսորը Ինա Հախնազարյանն է, մարտով միշտ նպատակասլաց է ու մեր եթերում առաջին անգամը չէ, որ բերում է նորություններ, մենք էլ ուրախությամբ կիսվում ենք այս նորություններով մեր հեռուստադիտողի հետ ու կոչ անում գնալ թատրոն ու տեսնել մի բան, որ դեռ չեք տեսել Հայաստանում, այսպիսի հայտարարություն ենք անում։ Մարցակ։ Կան չէ վերնակրի նման բան դուք դեռ չեք տեսել։ Բա գնացեք, տեսեք, ծանոթացեք այսպիսի արվեստի հետ։ Հիշեցնեմ, իմ հյուրերն էին դերասաններ, դերասան Արամ Ղազարյանը, դերասանուհի Էլեն Բերբերյանը եւ իհարկե ռեժիսոր Ինա Հախնազարյանը։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Լավ ստեղծագործական ուղի ու ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ գնալու նայեմ այս ներկայացումը, սիրելիներս, գնացեք, առնչվեք արվեստի հետ, ակամայից հիշեցի Դոստոևսկու, ստոր է մարդը եւ ստոր է նա, ով նրան դրա համար ստոր է անվանում, շատ խորն է Դոստոևսկին։ Գնացեք, ուսումնասիրեք, նայեք, լցվեք ու ձեր օգնությամբ ու ձեր ներսով հասկացեք, որտեղ ներկայացումը կարող է ունենալ իմաստ, բայց դուք էլ ունենաք ձեր յուրահատուկ ընկալումը։ Հաստատ ինչ-որ մի բան ձեզ կտա։ Ձեր հետ Անահիտ Կիրակոսյանն էր, թող օրը լինի բարի ու լեցուն արվեստով։ Մնացեք բարով։